Հայաստանը դուրս է եկել մեծ նավարկություն, ստրատեգիական, հայտարարում եմ, Սփյուռքի համար։ Նրանք, ովքեր որ պաշտպանում են հներին, անցածներին եւ ուրեմն երրապետությանը, երրակուսավորոնք Հայաստանը ճգնաժամի հասցրին եւ նպաստեցին Հայաստանի կայկայմանը։ Հատուկ Սփյուռքի համար եմ ասում, որովհետեւ մարդիկ դրանից խուսափում են։ Ուրեմն Հայաստանը ստրատեգիական մեծ նավարկություն եւ թևարկությանը դուրս եկել եւ հիմա մեր ընկերների շարքը ասենք դասակարգում է կայուն Հնդկաստանն է, որի մասին երազել չեն կարող։ Հանրապետականների Գոմշի, Կաշվի եւ Գոմշի մսի երկիր է։ Իրենք Հնդկաստանն էդ գիտեին, այդպես է, չէ՞։ Նկատի հենց էլ նկատի բանակի համար բանակը կերակրում են Գոմշի հնդկական մսով։ Կարող է հոտած, այդպես չի, հիմա ասում են նախքին չասեք, ասենք ապագա է, եթե դա ապագա է, ուրեմն մենք այլևս ապագա չունենք որպես ժողովուրդ։ Ուրեմն Հնդկաստանը կայուն է, ճիշտ է։ Ֆրանսիայի մասին չեմ ասում, որը դիրքավորվել է ստրատեգիական իմաստով դեպի Հայաստան եւ խոսք չկա։ Ուրեմն Թրամփի մասին էլ չասենք, որովհետեւ ակնհայտ է, այն ինչ որ եղավ օգոստոսի 8-ին եւ դրանից հետո, բայց մինչեւ օգոստոսի ուրեմն հունվարի հիշում եք 14-ն ինչ էր, որ ստորագրվեց համաձայնագիր Միացյալ Նահանգներ Հայաստան ռազմավարական գործընկերության մասին, որը բխում է, որից բխեց այս ամենը, ուրեմն էլ խոսք չկա եւ մենք ունենք հիմա խոսք ինչին է, մենք ունենք Կալիֆոռնիայում աշխարհում ամենահզոր մեր բարակայով համայնքը, որ պետք է հավաքվի եկեղեցու պետք է փոխելուց հետո այս ռուսական ուրեմն հավաքվի եւ դառնա իսկական թեւութիկուն Հայաստան ուրեմն Ամերիկա փոխհարաբերությունների այս հարաբերության մեջ եւ մեր դեմ էլ խաղ չի լինի, այսպես, բայց ես գողականով չեմ ասում, պատկերի համար եմ ասում։ Միացյալ Նահանգների հետ մերձեցումը աննախադեպ է, այս ուրեմն նոր դեսպանուհին տեսեք, հարցազրույցի հետևից է տալիս եւ ռեալ ինչ է ասում, ըստ էության ամերիկացիները Հայաստանը դիտում են տեխնոլոգիական հաբ փոփոխությունների համար եւ ըստ էության իմ կանխատեսումը կամ ենթադրություն ժամանակին Հայաստան պիտի դառնա այս Կովկասի բանալի պետություն, բանալի պետություն առանց զորության չի կարող լինել, չէ՞ առանց։ Ուրեմն այստեղ էլ խնդիր չկա, բայց սրանց մեջ աննախադեպ է Հայաստանի քաղաքական երկխոսության այն կամուրջն էր, որ գծվեց քրիստոնյա դեմոկրատական կուսակցության եւ Հայաստանի ուրեմն իշխանության այս ինչու եմ ասում, որտեղ դրանց կոնցեպցիան է այդպեսին քրիստոնյաների Ամերիկայի քրիստոնեական այդ կուսակցություն Գերմանիայի եւ Հայաստանի աննախադեպ նախաձեռնություն եւ իրար հետ մերձենալը, որի մասին հիշում եք դուք տարիներ առաջ եմ խոսել, անընդհատ կրկնել եմ, որ Գերմանիայի հետ աշխատել եմ, մեր աչքի առջև էս բոլոր իրականություն է դառնում եւ էլ մնացածը չեմ ասում, մեր Բալթյան հանրապետություններ, տեսեք ինչ ջերմություն կա նախկին հանրապետություններ, Լեհաստան, դե այսպես շարունակենք երևի, նույնիսկ որը Լենինն է ստեղծել, նույնիսկ այնպեսի մեր բարակայով իներտ պետություն, ինչպեսին Ավստրիան է, սա գերմանական բլոկն է, այն որը մեր հետ ցարի պատճառով մեր թշնամին եղել, մեր թշնամիները ցարի պատճառով են, ոչ թե մեր պատճառով, առաջվա եւ թուրքի, հիմա տեսեք ինչ ստրատեգիական Հայաստանը ճեղքում է ունենում եւ այստեղ ասեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր շրջափակման պայմաններում կարող է միայն օգուտ ունենալ Հայաստան հզորացնելուց։ Այնպես որ այդ մտահոգությունը ռուսական է։ Երևի թե նրանք նաեւ արևելք է, դե Իրանը այսպես լավ պետք է հասկանալ, ոնց ասեմ, մենք էլ շահագրգիռ ենք իհարկե ուրեմն Չաբարի նավահանգստով երթուղին աշխատեցնել Սևծով եւ Անդին Եվրոպա։ Ընդ որում Եվրոպայում այդպիսի մտադրություններ կա, ես էլ կասեմ, երևի առաջին անգամ եմ եթերով ասում, ուրեմն բելգիական ստրատեգ կա Ստոյկերս Ռոբերտ Ստոյկերս գետարի, նա գրում է, որ Եվրոպան համահավաք Եվրոպան միացյալ, որովհետեւ կարողանա իր շահերը
պաշտպանի, պիտի դուրս գա Հնդկական օվկիանոս դուրս գալու պարագայում, ասում է Եվրոպան ազատ շարժ կունենա Ճապոնիա, Ամերիկա սրանց վրա ճնշելու եւ բարեկամություն պահելու համար։ Ես ենթադրում եմ, որ եթե պարոն Թրամփը Եվրոպայի վրա շարունակի արշավելը հանուն Ռուսաստանի, Եվրոպան շարժվելու է դեպի Հնդկական օվկիանոս, ասեցի ես այդ ճանապարհը որտեղով է անցնում։ Անցնում է Հայաստանով, հարավ-հյուսիս մայրուղով, չէ՞։ Ուրեմն այնպես որ այստեղ մենք էլի խնդիր չունենք, հակառակը դուրս ենք գալիս ռազմավարական թևարկություն արևելք հյուսիս հարավես պարագայով եւ մենք պատուհան ենք ունենում այս պարագայում Չաբարի նավահանգիստը որպես մեր պատուհան, մենք չենք ունեցել, չէ՞, երկ ծով, մենք ունենում ենք երկ օվկիանոս եւ սա պիտի ուշադիր հետեւել, ես կհետեւեմ։ Այսպես է, ուրեմն սա իմ ստրատեգիական երազների մեջ է մտնում, դուք դեռ բոլոր երազը, բայց երազային չի էլի։ Ուզում եմ ասել այսպես է, Իրանը մտահոգվելու խնդիր չունի, բայց Իրանը նաեւ հիմա ես ենթադրում եմ, չգիտեմ, գուցե եւ արդեն դիվանագիտական խողովակներով մերոնց հետ պայմանավորվել է, բացատրել է, թե իրենց եւ մեզ Ռուսաստան ինչպես է գցում, թուդեսարկելով եւ այլն։ Հիմա եւ այստեղ ռևանշիստներ խաղացնելով Իրանին մեր դեմ լարելով։ Այս բոլոր ռուսական է, իսկ այդ Կալուկինին ուզում եմ ասել, Կալուկիներ։ Այո։ Հա, Կալուկինը թե ինչ է ուրեմն 4-րդ կարգի ինչ-որ պաշտոնյա, ինչ-որ եւ այլն խոսում է ինչ-որ բաներից։ Կազգայնացնենք երկաթգիծը եւ վերջ։ Ու վերջ այլևս տարածքն իրացնեն, երկաթգիծը իրանցնեն, սահմանապահները իրենց մենք ՀԱՊԿ-ում ենք։ Ցավնենը մեր ժողովրդի մի մասն է Հայաստանում իրենցը։ Ես ուրեմն գանձագողերն են իրենց հետ, Հայաստանի անդամակցությունը, ԵՏՄ-ին, ես ասեցի։ Ուղղակի ես ասեմ, որ մերոնք զուրտեղն են այդպես բանանում, ՆԱՏՕ մենք ենթադրենք, ես ուզում եմ մտնել էլի։ Բայց մերոնք ասում են ՆԱՏՕ-ն ինքը ուզում է այստեղ լինել, դրա համար Իրանը հանգիստ պիտի լինի եւ ես առանձնապես ՆԱՏՕ մտնելու խնդիր չեմ տեսնում մեր մեջ, ինչու։ Մեր խնդիրն է մեր երկիրը գերազանց արդիականացնել, հզորացնել, այնպես ինչպես օրինակ ասեմ Գերմանիայում Բավարիան է։ Այսպիսի նպատակ պետք է հետապնդենք, ոչ թե մեկի լեշի տակից դուրս կանք, մտենք մյուսի տանգողինը, գարշահոտ եւ այլն։ Այդ դեպքում կարող եք ինձ ասել ինչ խորհրդանշական քայլերի մասին։ Այս ժամանակ Իրանը հանգիստ կլինի, բայց Զատո կլինի իր դիմաց արժանապատիվ, ուժեղ, կազմակերպված, աճող Հայաստան, աճող վերականգնվող, որի հայացքը աստվածաշունչն է եւ արարիչ է։ Մենք այդպես ենք ստեղծվել։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, այսպես է հարցը, կարծում եմ, որ մեր դիվանագիտական ծառայությունը բացատրական աշխատանք է։ Մի բան էլ ասեմ Իրանի համար արդեն։ Իրանը պետք է ի վերջո մի բանի եզրակացության կա, որ ինքը այլևս երկար տասնամյակներ չի կարող միջերգրական ծով դուրս գալ։ Ուզում է Իսրայելի դեմ ինչ ուզում է խոսի չխոսի, ինքը այդ դեպի արևելք ուրեմն չունի դաշնագիցներ, Սիրիան չկա, Իրաքը չկա, հետևապես ինքը ոտ տնելու տեղեր չունի, որի մասին իրենց ասել եմ։ Եվ Իրանում վերակրկնվել է 1639 թվականի թուրք-իրանական սահմանը, որ իջնում է Պարսից ծոց եւ այլն։ Ես բաղդադրում է գեոստրատեգիական ծանրություն Իրանին, երևի վլայաթին հնով է մտածում լինել Հայաստանի հետ հավասար երկխոսության մեջ եւ իսկական եղբայրական հարաբերությունների մեջ չդրվելով ռուսական սադրանքներին, որովհետեւ ռուսները ինչպես որ քանի անգամ կիսել են Իրանը, մի անգամ կիսել են 1906-7 թվերին անգլիացիների հետ, հետո պատերազմի ժամանակ ուրեմն ստեղծվել է սովետական միություն, որ ինքը նույն Ռուսաստանն է, թուդե կուսակցություն, կոմկուս, այս 5-րդ չարասյուն են սարքել, ոնց որ այս ռևանշիստներն են, որոնց Բաքվից կառավարում էր Բաղիրովը, եւ սա վերակրկնվելու է, դրա համար ճիշտ կլինի, որ ինքը
Նաև մենք, եթե կարող ենք օգնենք արևմուտքի հետ փոխհարաբերությունների մեղմացմանը, որովհետև ես մնում եմ իմ եզրակացությանը, որ Բժեզինսկիից եմ սովորել։ Տեսեք, աղբյուրներ, ես միշտ ասում եմ, որ Իրան-Ամերիկա փոխհարաբերությունների հագամարտությունը ստրատեգիական չի, այդուհանդերձ տակտիկական է։ Մենք աշխատենք այդ տակտիկական մանավանդ Իրանը այլևս պոտենցիալ չունի Իսրայել ոչնչացնելու միջերգրական ծով դուրս գալու։ Իրեն մնում է իսկապես հայկական հարավ-հյուսիսով քաջարանով շարժվել դեպի Եվրոպա, ուր կուզի, դեպի Չաբահար եւ այլն։ Այստեղ գործը դրան է գնում։ Մնացածն է մեր դիվանագիտական ծառայության պետք է ասենք, որ Եվ հաջորդին եմ ասում, նայեցեք, մենք արմատական տեղաշարժերի մեջ ենք, մեր կարծես թե գտնում ենք այն պարամետրերը, որպես պետություն, ինչպիսին Տիգրան Մեծն էր, այսինքն իսկական պետություն ենք դառնում, մեծություն նկատի չունեմ, դրթադներ, ինչու է Ռուսաստանը կատաղի կռիվ տալիս էս եկեղեցու վիճակը պահելու համար, նույնն էլ անում է նկատի ունեցեք Ուկրաինայում պրավասլավներին պաշտպանելու, մենք ուղղակի պրավասլավ չենք, իր այդ ոչ մի կապել չունենք, ռուսներ մերի չունեն, ինչ կապ ունեն մեզ հետ, հասկանում եք ինչ կա, մի գաղութարար եղել են, գաղութարար սադրիչ մնում են, տեսեք, որ ես ասում եմ ցեղասպանություն իրենք են սադրել, գնաց Թեհրան սադրեց եկավ, որտեղ սա Հայաստանի ռազմավարական նաև որպես բարեկամ պետություն կարող է ուժեղանալ, բայց իրենք դա չեն ուզում, դա Հայաստան չեն ուզում իրենք, Լավրովները, որոնց հայմար են ծնել, այդ իշքան կարող եք նա տանիցեք, այդպիսի բաների, որոնք հայ են իբրև թե, բայց ես դրանց չեմ հավանում, ուզում եմ ասել, որ այս ուղղությամբ պետք է Իրանի հետ աշխատենք, իրենք էլ պետք է համակերպեն, որ տարածքը չի պետության ուժը, բարձվում է, որ այդպես է, որտեղ նայում են Հայաստան, քարտեզի նման, թե հերվից չի երևում, էլ ես Հայաստանի մասին է, ես էլ դրաման միշտ օրինակ եմ բերում, կրկնում եմ, Ջիբրալթար նայում ես, հերվից որ նայում ես, կարծես Ասիան, Եվրոպան ու Ասիան, Աֆրիկան իրարից բաժանված չեն, բայց իշքան մոտենում ես, տեսնում ես 14 կիլոմետրան Ջիբրալթար, որը բանալի է, գուզի կփակվի, գուզի կբացվի, անգլիացիքեն նստած են դա, բանալին իրենց ձեռն է։ Հայաստանն այդպիսի արժեք ունի այս կամ անկերպ Թրամփի երթուղով, եւ ես կարծում եմ Վաշինգտոնում նստած ստրատեգներին ռուսական տխմարություններով կերակրելը ուր բան չի էլի, ժամանակը վեր է անցած է։